Ամոթալի։ Տեքստ, որը պետք է երբևէ հրապարակային չդրվեր։ Առճակատման տանող։ Այսպես են արձագանքում դատական հնչեղ գործերի մասնակից փաստաբանները բարձրագույն դատական խորհրդի աղմկոտ հայտարարությանը։ Քիչ անհասկանալի է, էլի, ասենք խորհրդով հավաքվել են, քվեարկել են, որ այդ հայտարարությունը ընդունեն, թե օրինակ խորհրդի նախագահն է այդ հայտարարությունը գրել եւ մնացածը համաձայնվել են, ու այդ թողենք իրաց։ Բարձրագույն դատական խորհուրդը ինչպես է փաստաբանական համայնքի հետ նման առճակատման տանող հայտարարությունը։ ԲԴԽ-ն ուրբաթ երեկոյան է հայտնել, թե փաստաբանները սոցիալական էջերում այնպիսի հրապարակումներ են անում, որոնք վարկաբեկում են դատավորների հեղինակությունն ու դատական ամբողջ համակարգը։ Վերջին շրջանում փաստաբանների կողմից տարբեր մեկնաբանություններին եւ իրենց կողմից արած այն հայտարարություններին, որոնք որ կարող են վիրավորել դատավորին կամ դատական կամ առհասարակ դատական իշխանությանը, նմանատիպ հայտարարությունները իսկապես, եթե դուք էլ հետևեք, կտեսնեք, որ վերջին շրջանում բավական շատացել են։ Հատկապես, որ դատավորների հեղինակությունն է վարկաբեկվում, հարցնում են փաստաբանները։ Մասիս Մելքոնյանի, թե Կարեն Ֆարխոյանի, որոնք հանրությանը հայտնի են որպես իշխանության սրտի դատավորներ։ 4 սրբազանների նկատմամբ 7 որոշում է եղել կալանքի։ Այդ 7 որոշումը կայացրել են 2 դատավորներ։ Այն պարագային, որ Երևան քաղաքում կան 30 դատավորներ։ Հայտարարության մեջ ԲԴԽ-ն նկատում է, որ փաստաբաններն իրենց ապահովագրելու համար օգտագործում են «իմ կարծիքով», «թվում է», «ես գտնում եմ» ձևակերպումներ, որոնք ըստ ԲԴԽ-ի անվտանգության բարձիկ են հանդիսանում նրանց համար։ Տպավորություն է ստեղծում, որ Բարձրագույն դատական խորհուրդը փորձում է իրավական չափանիշներ փոխել, որովհետև այնպիսի ձևակերպումներ են այնտեղ օգտագործված, անվտանգության բարձիկ է ստեղծում ասելով իմ կարծիքով եւ այլն։ Դա անհասկանալի եւ անընդունելի ձևակերպումներ են։ Այսինքն փաստաբանը իրավունք չունի արդյոք իր կարծիքը արտահայտել եւ այո ասելով, որ սա իմ կարծիքն է։ Բարձրագույն դատական խորհրդին նյարդայնացնում է հատկապես այն, որ փաստաբանները նաև դատավորների լուսանկարներն են հրապարակում։ Պասկալն ասում է, կարծիքդ չեմ կիսում, բայց պատրաստ եմ կյանքս տալու կարծիքդ, որպեսզի կարողանաս արտահայտես։ Հիմա ստացվում է փաստաբաններին այլևս փորձում են ճնշել իրենց կարծիքը արտահայտելու։ ԲԴԽ-ն այս հայտարարությունն արել էր Մայրաթորի շահերը պաշտպանող Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան աղմկոտ գրառումից հետո։ Փաստաբանը չորեքշաբթի սրբապղծություն էր համարել կարգալույծ եղածների գործով 3 դատավորների կայացրած որոշումները, ըստ որոնց նախկին քահանաները պետք է նորից անցնեն հոգևոր ծառայության։ Զոհրաբյանը ֆեյսբուքի իր պատին հրապարակել էր նաև այդ դատավորների լուսանկարները։ Նա երեկոյան արդեն իսկ հասկացել է, թե որ հայտարարության վերաբերյալ է հատկապես ԲԴԽ հայտարարությունը, իր արած որ հայտարարության վերաբերյալ է, դա վերաբերում է դատավորներին սրբապիղծ անվանելուն։ Արա Զոհրաբյանը դատավորներին սրբապիղծ չի համարել, այլ նրանց գործողությունները ընդ որում հոգևոր դաշտի հետ համեմատելով։ Քանի որ հայ եկեղեցին աշխարհականի ձեռքից հաղորդություն ստանալը Սուրբ Հոգուն հայհոյանք ու մեղք է համարում, պարզաբանում են իրավապաշտպանները։ Դատարանը փորձում է, չգիտեմ, եպիսկոպոսին վերադարձնի իր հոգևոր ծառայությանը, ինչը նոնսենս է, էլի, դա իսկապես զավեշտալի է։ Այս գործերով քննադատական խոսքը փաստաբանների լրացնելու անթակույց փորձ է։ Ըստ իրավապաշտպանների, Նիկոլ Փաշինյանը դատական իշխանության միջոցով է ուզում ավարտին հասցնել փակուղի մտած հակաեկեղեցական արշավը։ Սրանով մեսիջը արվում, որ փաստաբանները ինչ որ առումով գաղափարված լինեն շատ բան ներկայացնելուց, ինչը կարծում եմ չի ստացվելու։ Լանա Համբարձումյան, Հենրիկ Համազասպյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Պետք չէ